Որն է Տիրոջ ցանկությունն ու նպատակը, որ իր զավակները սոված չմնան, որ իր զավակները կուշ լինեն։ Այստեղ կան շատ փոքրիկներ։ Այս փոքրիկների մայրիկները այս երեխաների համար մշտապես մի պահանջ ունեն։ Մի բան կեր։ Մի բանից օգտվի։ Հերիք այդ չիպսեր ուտես։ Հերիք այդ վատ բաներ ուտես։ Հերիք այդ քիմիական բաներ ուտես։ Ինչի՞, որովհետև վնաս է։ Ձեր հաճախ մենք այդ փոքրիկ երեխան ենք, որ Աստծու մաքուր խոսքը թողած ինչ քիմիական բանաստիճան ունենք։ Դրա համար էլ մեր ներաշխարհը փչանում է։ Դրա համար էլ մեր ներաշխարհը բացվում է։ Այդ իսկ պատճառով Քրիստոս մեզ միշտ մաքուր կերակուրն է ուզում առաջարկի, որը հենց ինքը, որը հենց իր խոսքը։ Եվ երբ որ ձեր երեխան ուտում է, դուք որպես ծնող հանգիստ եք քնում։ Իսկ ես համոզված եմ, որ Քրիստոսի քունը չի տանում, որովհետև իր շատ զավակներ ոչինչ չեն ուզում։ Աստծու խոսքը չեն անում։ Աստծու խոսքը չեն ուզում։ Եվ մենք այս եկեղեցին անվանում ենք մայր եկեղեցի։ Եվ մոր ցանկությունն է իր զավակին կյանքով լցնելը։ Իսկ մենք կյանքով կլցվենք այն դեպքում, երբ որ կսնվենք։ Իսկ ճշմարիտ կյանքով կլցվենք այն դեպքում, երբ որ Քրիստոս ունենանք մեր մեջ։ Ասում է լույսը եկավ աշխարհ, բայց մարդիկ նախընտրեցին խավարը եւ ատեցին լույսը։ Զորավարը եւ զինվորը։ Զորավար, տգետին, զորավար, էլ չեմ ձգում, հորս արեմ։ Լավ, ես կհանեմ այդ ձենը։